Ես միշտ մի տերմին եմ օգտագործում խաղաղության շահագործում։ Քեզ դրանով էր զբաղված, որտեղ ի սկզբանե ակնհայտ էր, որ խաղաղությունը որևէ ինստիտուցիոնալ հատկանիշ չունի իր թմբկահարած խաղաղությունը, հա։ Խոսվում էր խաղաղության հաստատման անշրջելիության մասին, այն դեպքում, երբ որ 3 փաստ կա, գերիների առկայությունը, չճշգրտված սահմանները, չստորագրված պայմանագիրը, որոնք ի դերև են անում իր բոլոր պնդումները։ Հետո ամբողջ ծանրությունը դրեց այդ թրիփի փաստաթղթի վրա, այդ վերջի փուչիկն էլ պայթեց իրանական պատերազմի մեկնարկից հետո, որտեվ ցանկացած ելքի պարագայում այս պատերազմի թրիփը կորցնում է իր ակտուալությունը, առնվազն որպես փաստաթուղթ լուրջ խմբագրման կարիք է ունենալու, եթե նույնիսկ չեղարկվի, եւ հաստատ առաջնահերթություն չի համարվելու Սպիտակ տան կողմից։ Սա ինքն էլ է գիտակցում, եթե սա չգիտակցեր, իդեպ Պուտինից հանդիպում չէր խնդրի։